Մայիսի 9 հաղթանակի օր, տոն, որ մեծ շուքով տոնվում է մի շարք երկրներում։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից բացի այսօր մենք մեծ ոգևորությամբ ենք նշում նաև Շուշիի ազատագրումը։ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի միջնակարգ դպրոցի բակն է։ Բացման խոսք է ասում դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանը։ Ես խնդրում եմ բոլորիս մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը, փառք տանք նրանց եւ Պսակադրության արարողություն կազմակերպել։ Այսպիսով մեր միջոցառումը համարում ենք սկսված։ Լինելով Արցախյան ազատամարտի եւ Շուշիի ազատագրման մասնակից, Արտակ Գյոզալյանը հայրենասիրության մեծ դասեր է տալիս իր սաներին, որոնցից շատերը ծառայելով հայկական բանակում դրսևորում են բարձր կարգապահություն եւ հատուկ տոկունություն, ինչի համար դպրոցը բազմիցս զորամասերից ստանում է բազմաթիվ շնորհակալագրեր։ Հայկական ամուր հոգին եւ կամքն ակնհայտ է դպրոցի ինչպես ամենափոքր, այնպես էլ ամենամեծ սաների հոգում։ Մայիսի 9 Շուշիի ազատագրման եւ հայ ժողովրդի ազատագրման օրն է, որը հերոսական անցյալի էջերից մեկն է ու փառավոր անցյալի։ Մայիսի 9-ի ժամանակ հայ ժողովուրդը ցույց տվեց իր հերոսական ոգին, իր անկոտրում ոգին, որ ինչ էլ ուզում ալինի, մենք չենք պարտվելու ու թեկուզ մի բուռ հողի համար մինչև մեր մահ պայքարելու ենք։ Շնորհավորում եմ բոլորի հաղթանակը, ցանկանում եմ միշտ այսպես հաղթանակներ, որ մեր հայազգը միշտ կռվի մեջ չընկնի, միշտ երջանիկ ապրի, թող լինի միշտ կապույտ երկինք, խաղաղություն։ Հավասարաչափ պահանջկոտ լինելով թե մանկավարժների եւ թե աշակերտների նկատմամբ իր գործունեության գլխավոր սկզբունքը Արտակ Գյոզալյանը համարում է հետևողականությունը, օբյեկտիվությունը եւ խոչընդոտները հաղթահարելու հաստատակամությունը։ Նույն պարտաճանաչությամբ եւ ոգով է իր սաներին ուսուցանում նաեւ Արտիմետ գյուղի դպրոցի Նռենի պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նարինե Ծատուրյանը։ Փոքրիկ պարուհիներն իրենց գեղեցիկ կատարումներով ապահովեցին օրվա տոնական տրամադրությունը։ Կրկնակի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներն այս դպրոցում նորություն չեն։ Արդեն ավանդույթի վերածված տոնակատարության ընթացքում պարոն Գյոզալյանը իր շուրջն է համախմբում ռազմական ընկերներին, մտերիմ մարդկանց եւ կրկին անգամ վերապրում կռվի տարիներն ու հաղթանակի բերկրանքը։ 91 թվականին Էրքեջ Մանաշիդ Բուզլուխ Վերիշենի ինքնապաշտպանության է մասնակցել, երբ մեր ջոկատները մարտնչում էին ռուսական կանոնավոր բանակի դեմ։ Ասում ենք Աստված տեսնես կլինի մի օր, որ տեղերը փոխվի, էլի։ Մենք հրավառություն անենք, մենք ազատագրենք։ Իհարկե ցանկությունը մեծ էր, կամքը կար, ոգին կար, տրամադրությունը կար։ Եվ փառք Աստծո հաջողությունների շղթան խոջալույով սկսվեց Շուշի Լաչինով դուրս եկավ։ Որպես Շուշիի ազատագրման մասնակից Արտակ Գյոզալյանը պարգևատրվել է Շուշի եւ Մայրության երախտագիտության հուշամեդալներով։ Նա նաեւ Արիության եւ Իսակովի անվան մեդալակիր է։ Շնորհավորում եմ բոլորին հաղթանակի օրվա կապակցությամբ, փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որ այսօր մենք ապագային նայելով առաջ շարժվենք։ Պատահական չէ, որ Արտիմետ գյուղի միջնակարգ դպրոցը 2011 թվականին ճանաչվել է հայրենասիրական դաստիարակության տեսանկյունից տարվա լավագույն դպրոց։ Մեր երկիրն իսկապես ունի նմանօրինակ կրթօջախների, ինչպես նաև մանկավարժների կարիք։ Քանզի դեռ դպրոցական նստարանից պետք է սովորեցնել երեխաներին սիրել երկիրն ու հավատալ վաղվա լուսապայծառ օրվան։ Եղանակային պայմանները չխանգարեցին, որպեսզի մեծ ու փոքր, մեծ շուքով տոնեն հաղթանակի օրը։ Տոնդ շնորհավոր զինվոր, դու որ պայքարեցիր հանուն այսօրվա ազատության, եւ թող մեր երկրում հաղթանակները շատ լինեն։